ԱԳԲԱ ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներ։ 2025 թվականին ԱԳԲԱ ֆեդերացիան շարունակել է նպաստել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանն ու ոլորտում մրցունակության բարձրացմանը, միաժամանակ բազմաթիվ ֆերմերների համար ստեղծելով նաև նոր հնարավորություններ, թե կրթության, թե բիզնեսի զարգացման համար։ ԱԳԲԱ ֆեդերացիայի գործունեության կարևոր ուղղություններից է գյուղացիական տնտեսությունների գիտելիքների և կարողությունների զարգացումը։ 2025 թվականին կազմակերպվել են 24 մասնագիտական դասընթաց, որոնց մասնակցել է 372 մասնակից, մասնակիցների միջին տարիքը 45 տարեկան։ 2022-ից 25 թվականների ընթացքում դասընթացներին մասնակցել է շուրջ 800 շահառու։ Դասընթացների թեմաները ընդգրկել են բարձրարժեք մշակաբույսեր, մեղվաբուծություն, տոհմային տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խաղողագործություն, հյուրատնային բիզնես։ Ça fait plusieurs fois que je vais en Arménie. ԱԳԲԱ ֆեդերացիայի նախաձեռնած դասընթացների շարքը չափազանց կարևոր է։ Հայաստանում այգեգործության մեջ այժմ ամենամեծ խնդիրներից մեկը խնձորենու և տանձենու հիվանդությունների կառավարումն է։ Այս դասընթացով օգնում ենք գյուղատնտեսներին բարձրացնել իրենց մասնագիտական կարողությունները և ավելի արդյունավետ կառավարել այգիները։ Անցյալ տարի այցելել ենք տարբեր մեղվանոցներ ու նկատեցինք մեղուների բարձր մահացություն։ Կային մեղվանոցներ, որտեղ անկումը հասնում էր 50%-ի։ Այդ մասին տեղեկացրինք ԱԳԲԱ ֆեդերացիայի մեր գործընկերներին։ Քննարկումներից հետո առաջարկ եղավ կազմակերպել դասընթաց, կանխելու այս խնդիրները, որոնք կան նաև Հայաստանում։ Փորձի փոխանակում և նոր գաղափարներ։ Գյուղատնտեսության ոլորտում հաջողության կարևոր նախապայմաններից է առաջատար փորձի ուսումնասիրությունը։ 2025 թվականին կազմակերպվել է 8 խմբային այցելություն, որոնց մասնակցել է 113 մասնակից, իսկ 2023-25 թվականների ընթացքում իրականացվել է 41 խմբային այցելություն, որոնց մասնակցել է շուրջ 285 մասնակից։ Գաղափարից դեպի բիզնես։ ԱԳԲԱ ֆեդերացիան շարունակում է աջակցել գյուղատնտեսական և գյուղական համայնքների նորարարական նախաձեռնություններին։ 2025 թվականին աջակցություն է ստացել 10 նոր ստարտափ, ընդ որում աջակցման այս ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 72 ստարտափ։ ԱԳԲԱ ֆեդերացիայի հետ մենք հրաշալի համագործակցություն ենք ունեցել, որի գերնպատակը եղել է գիտելիքի ու փորձառության տրամադրումը։ Ոնց որ ԱԳԲԱ-ն ասաց, մենք պատրաստ ենք ձեզ այդ հարցով օգնել։ Մենք էլ նոր սկսվող բիզնես, գուցե ինչ-որ իմաստով ստարտափ ավելի վիճակ, ու մեզ պետք էին ֆինանսական գիտելիքներ, մարքեթինգային։ ԱԳԲԱ ֆեդերացիայի և Impact Hub-ի համատեղ ծրագրի շրջանակներում Morning-ը անցավ 1 տարվա հետաքրքիր և բազմազան ծրագիր, որտեղ որ բավականին հետաքրքիր և պրոֆեսիոնալ մենթորներ փորձում էին աջակցել իրենց գիտելիքներով, իրենց հմտություններով և իրենց խորհուրդներով։ Եկավ բիզնեսում մի ժամանակ, որ հասկացանք մեզ պակասում է բիզնես գիտելիքները։ Տեղեկացանք ԱԳԲԱ ֆեդերացիայի և Impact Hub-ի հետ համատեղ ծրագրի մասին, որին մասնակցեցինք և 1 տարվա ընթացքում տարբեր մենթորների շնորհիվ ունեցանք գիտելիքներ, որը կիրառում ենք այսօր մեր բիզնեսում։ Ներկայացրեցինք մեր գաղափար ԱԳԲԱ ֆեդերացիա, որը շատ հավանեցին իրան, ու մի տարվա ընթացքում մենք անցել ենք մենթորների հետ դասընթացներ, ԱԳԲԱ ֆեդերացիայի հետ աշխատելով այդ մենթորների հետ բացի, իրանք մեզ հարաբերեցին դեպի դասընթացները, կապված մեղուների հետ, կապված գյուղատնտեսության հետ։ Իսկ ամենակարևորը, որ մեր օգուտը որ ունեինք, այն որ մենք կարողացանք սկսել տարբեր ձևով մտածել, ֆինանսների հետ կապված, պլանինգի հետ կապված։ Համայնքների զարգացման նոր հնարավորություններ։ ԱԳԲԱ ֆեդերացիան շարունակում է աջակցել համայնքային զարգացման նախաձեռնություններին, խրախուսելով տեղական գաղափարների իրականացումը։ 2025 թվականին ֆինանսավորվել է գյուղական տուրիզմի զարգացման 5 նոր ծրագիր, որոնք ընտրվել են 95 հայտից։ Մեզ համար նաև շատ կարևոր էր, որպեսզի հյուրատան գործունեությունը շատ ուղիղ խոսի օրգանական գյուղատնտեսության հետ, եւ այդ իսկ պատճառով մենք սկսեցինք կիրառել որոշակի կանաչ լուծումներ մեր հյուրատանը, սկսած արևային պանելների տեղադրումից, վերջացրած կոյուղի մաքրման կայանի կառուցմամբ, տեղադրմամբ, որի հարցում մեզ աջակցեց ԱԳԲԱ ֆեդերացիան ՆԱԲՈ-ի հետ համատեղ։ Հայկական գինին միջազգային շուկաներում։
Հայաստանում գինեգործության զարգացման նպատակով ԱԳԲԱ ֆեդերացիան համագործակցում է GIZ-ի հետ, իսկ Հայաստանի գինու հիմնադրամի հետ ստեղծել է յուրահատուկ հարթակ Wines of Armenia Get Story-ի միջոցով գրանցվում են գինու պատվերները։ Այն ուղղված է Եվրամիության տարածքում հայկական գինիների վաճառքին։ Գյուղական կյանքի ակտիվացման ծրագրեր։ ԱԳԲԱ ֆեդերացիան շարունակում է միավորել գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչներին, արտադրողներին եւ գյուղական կյանքով հետաքրքրված զբոսաշրջիկներին։ 2025 թվականին կազմակերպվել է Ձորախբյուրում գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնը, Գորիսում Ագրիֆեստ գյուղատնտեսական փառատոնը։ ԱԳԲԱ բանկի եւ ԱԳԲԱ ֆեդերացիայի գլխամասային նոր գրասենյակ։ 2025 թվականին ակտիվորեն շարունակվել է ԱԳԲԱ բանկի եւ ԱԳԲԱ ֆեդերացիայի գլխամասային գրասենյակի շինարարական աշխատանքները։ Գրասենյակը կառուցվում է ԱԳԲԱ ֆեդերացիայի կողմից եւ շահագործման կհանձնվի 2026 թվականին։ 2025 թվականը եւս մեկ քայլ էր ավելի գիտելիքահեն, մրցունակ եւ կայուն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ ԱԳԲԱ ֆեդերացիայի նպատակը մնում է անփոփոխ՝ ստեղծել հնարավորություններ, որոնք զարգացնում են համայնքներն ու գյուղական մշակույթը Հայաստանի ամբողջ տարածքում։